Սա Սյունիքի մարզի Գորայք գյուղն է, Որոտան գետի վերին հոսանքի շրջանում Սիսիան քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Բնակավայրը նաև Գորհայք է անվանվում։ Նրանից արևմուտք Զանգեզուրի դարպասներ հուշարձանն է։ Գորայքը բարձր լեռնային գյուղ է, ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա։ 2016 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին նույն թվականի օրենքով Գորայք խոշորացված համայնքը իր մեջ է ներառել տարածաշրջանի Ծղուկ, Սառնակունք եւ Սպանդարյան գյուղական բնակավայրերը։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1830։ Վարչական տարածքը 49100 հեկտար է։ Գորայք բնակավայրում ապրում է 513 մարդ։ Գորայքի տարածքը պատմական Հայաստանում մտել է մեծ հայքի Սյունիք աշխարհի Հաբանց գավառի կազմի մեջ։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի Գորայք անվամբ գյուղը Տաթևի վանքին վճարում էր տարեկան 10 միավոր հարկ։ Ներկայիս Գորայք գյուղի նախորդը համարվում է նրանից 3 կիլոմետր հարավ-արևմուտք գտնված Բազարչայ գյուղը, որի տարածքում այժմ Սպենդիարյան ջրամբարն է։ Երբ նախատեսվեց ջրամբարի կառուցումը, կառավարությունը որոշում կայացրեց գյուղը տեղափոխել։ 1970 թվականից սկսվեց բնակավայրի կառուցումը։ Ամայի այս տարածքում պետական միջոցներով բնակարաններ էր կառուցվում ու տրամադրվում էր նոր բնակատեղի տեղափոխվածներին։ Շատերը չէին ցանկանում լքել իրենց գյուղը։ Վերջում մնացել էին մի քանի տարեցներ, որ դժվարությամբ համոզվեցին։ Արդեն 90-ականներն էին։ Իսկ ոմանք այդպես էլ չհամակերպվելով տեղափոխման մտքին այլ վայրեր վերաբնակվեցին։ Նոր կառուցված գյուղը կոչվեց Գորայք, պատմում են բնակիչները։ Գյուղը սկսել է տեղափոխվել երևի թե 75-76 թվականներից, օրինակ ես հիշում եմ, որ ես երևի թե 4-րդ դասարանից, 5-րդ դասարանից այստեղ սովորել եմ արդեն, դա 79-80 թվականներին էր, այստեղ ապրում էին երևի 5-6 ընտանիքներ։ Հատկապես այդպես էր երիտասարդ ընտանիքներ, որ արդեն ներքևի գյուղում ամուսնանում են եւ բնակարանի գուցե նաեւ խնդիր կար, տեղափոխվել են այստեղ, բայց վերջի բնակիչները շատ դժվարությամբ են Բազարչայը լքել, հատկապես տարիքով մի քանի ընտանիքներ մնացել էին եւ կարծես չէին ուզում իրենց ծննդավայրը թողնել։ Երևի թե 90-ական թվականներին նոր վերջի բնակիչները եկել են Գորհայք, արդեն ամեն ինչ վերջացրած էր եւ պետք է նույնիսկ ջուրը բաց թողնեին, բայց դեռևս այդ բնակիչներն այնտեղ էին եւ իհարկե ոչ մեկը սիրով իր ծննդավայրից չի բաժանվում, դրա համար էլ մտածում էին ինչքան հնարավոր է օր ավել մնան Բազարչայում։ Ջրամբարի տակ մնացած Բազարչայ գյուղի մասին, որպես բնակավայրի, հիշատակումները գալիս են 19-րդ դարից։ Գորայքի տարածքում կան հին սրբատեղիներ։ Կա գյուղատեղի Մխութուրյան անունով, որը բնակիչների վկայությամբ իր հերթին այն Բազարչայի նախորդն է համարվում։ Իսկ ավելի վաղ շրջանում կրել է Վասակակերտ, Ակունք անվանումները։ Որոշ տվյալներով գյուղը 1877 թվականին հիմնադրել են Արցախի Շուշիի շրջանի Բալուջա գյուղից գաղթածները։ Իսկ գորայքցիների մի մասն էլ վկայում է, որ իրենց նախնիները եկել են Պարսկահայքից, Խոյ, Սալմաստ գավառներից 1800-ականների սկզբին։ Ապրել են Անգեղակոտ գյուղում, այնտեղից հետագայում տեղափոխվել Բազարչայ։ Գյուղը 1886 թվականին ունեցել է արդեն 469 բնակիչ։ Բազարչայ, դա բազար թուրքերեն դա շուկա, չայ գետ։ Որոտան գետի ափին եղել է հսկայական շուկա։ Այն ժամանակաշրջանի համար գուցե դա բացառիկ է եղել, ըստ մեր ծնողների պատմելու, այստեղ նույնիսկ Բաքվից, Թիֆլիսից եկել են մարդիկ, որոնք հսկայական ապրանքներ են բերել եւ նույնիսկ 15 օրով 20 օրով մնացել են Բազարչայ գյուղում եւ այդ առումով գյուղը բավականին ծաղկում է ապրել։ Բազարչայի անունը թնդում էր այն ժամանակ։ Սա Հայաստան իմանում է թե այս գյուղը ոնց գյուղայել է։ Շատ լավ, մարդիկ լավ, ապրելակերպը լավ, շատ լավ ենք ապրում։ Աշխատում ենք սովխոզում։
Այստեղ ապրել են նաև ռուսներ, մալականներ, որոնց աքսորել են այստեղ նկատի ունենալով տեղանքի ցուրտ գոտի լինելու հանգամանք։ Բազարչայը փաստորեն աքսորավայր է համարվել։ 1960-ականներից մալականները սկսեցին տեղափոխվել, հետո արդեն զուտ հայկական բնակչությամբ գյուղ դարձավ Բազարչայը։ Մալական 1-2 ընտանիք էր մնացել, պատմում հիշում են գյուղի տարեցները։ Գորակցիները պապենական սովորույթ ավանդույթներին հավատարիմ են մնացել։ Հյուրասեր մարդիկ են գորակցիները։ Երբ հյուր է գալիս, ընտանիքը դա իր համար պատիվ է համարում ու աշխատում է պատվավոր ընդունելություն ցույց տալ, ասում է ուսուցչուհի Ազատուհի Սարգսյանը։ Գյուղի կնոջ կերպարը նկարագրելիս առաջին հերթին պետք է նկատի ունենալ նրա մոտեցումը աշխատանքի հանդեպ, հավելում է նա, սեղանին դասավորելով իր ձեռքով պատրաստած մթերքները։ Լեռնային այս գյուղում ամեն ինչ պարզ է ու հասարակ, բայց անկեղծ է ու սրտալի։ Բանջար ենք բերում, չորացնում ենք, ձմռանը ուտեստներ ենք պատրաստում բանջարներով, սունկ են հավաքում, սնկով ճաշեր ենք պատրաստում, ես պատրաստել եմ սնկով և հաճարով փլավ, որը կարող եմ նաև ձեզ մատուցել, հյուրասիրել, մեր ազգային ավանդական ճաշերից են սա համարվում, նաև հարիսանա, թթուներ ենք դնում, սեբոյի թթունա, դորդորի թթու ենք ասում, դրանից էլ կա, բոխի թթու, ես պատրաստել եմ այդ թթուները, շուշանի թթուն, գյուղի կինը կանգնած է տղամարդու թիկունքին, ամեն գործով նրան աջակից է լինում, օգնում է բոլոր գործերում, թե դաշտի աշխատանքներում, թե տնային պայմաններում, բոլոր գործերում, թե թիկունք ենք դառնում։ Գորայք բնակավայրի վարչական տարածքը կազմում է 21643 հեկտար, որից 1800 հեկտարը վայելահողեր են։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, քիչ դաշտավարությամբ, աճեցվում է կարտոֆիլ, հաճար, բազմամյա խոտաբույսեր։ Մեր բնակլիմայական պայմանները թույլ չեն տալիս ինտենսիվ դաշտավարությամբ զբաղվել, ասում է համայնքի ղեկավար Արուստամ Արուստամյանը։ Գյուղի վայելահողերի մոտ 10-ից 15%-ն է մշակ, մնացածը վերածվել են խոթարկերի։ Գյուղն ունի տեխնիկայի հարց, ստեղծվել է կոոպերատիվ։ Արոտների ջրարբիացման ծրագրի շրջանակում կառուցվել են 4 խմոցներ, ձեռք է բերվել տրակտոր իր սարքավորումներով, որը սակայն բավարար չէ։ Կոմբայն ունենք գյուղում, ոչ թե վերքահավաքի կոմբայն, այլ կարելի է որպես շարքացան անվանել իրան, որովհետև բերքի կեսը թողում է դաշտում։ Իրանից հետո նորից, եթե չվարես, էլ նույն բերքը կստանաս։ Հիմա մենք նորից մի հատ ծրագիր ունենք, այս խոշորացման պայմաններում շվեյցարական գրասենյակն է ֆինանսավորում, մենք էլ ներդրում ունենք այդտեղ, վերել ենք մի հատ բերքահավաքի կոմբայն, մի հատ վարի տրակտոր, բայց այս 4 գյուղի համար շատ քիչ է, ամեն մի գյուղում գոնե այդ պետք է լինի։ Ինձ թվում է մենք մոտ ապագայում կուսումնասիրենք ամբողջ այդ որ բաներ են տալի, վարկեր են տալի գյուղատնտեսական։ Վերցնենք ամեն մի գյուղի համար գոնե մի հատ կոմբայն, մի հատ վարի տրակտոր ձեռք բերենք, կոոպերատիվի ստեղծած գումարների հասուն ձեռք ենք բերել մի հատ շարքացան և մի հատ էլ հողի փոց։ Հետագայում նպատակ ենք դրել, որ այդ տեխնիկայի աշխատանքից բերված գումարներից հաշվին նորից էլի տեխնիկա ձեռք բերենք կոոպերատիվի համար։ Գյուղում զարգացած է անասնապահությունը, բայց այստեղ էլ խնդիր կա, իր խոսքն է շարունակում Արուստամ Արուստամյանը։ Հիմնականում մտածում ենք բարձր մթերատու սորտերի ներգրավման մեջ, ժողովուրդը դրա ուղղությամբ են գնում, որովհետև 91 թվականից մինչև այսօր ոչ մի սելեկցիոն աշխատանք չի կատարվել գյուղում։ Տարբեր տարիների առիթից առիթ կարողացել ենք ժողովրդին համոզել, որ ընկերներ, սա չէ էլի ճանապարհը, եթե մենք ուզում ենք կուլտուրական գյուղատնտեսություն վարենք, մենք ամեն ինչ պետք է անենք նորմալ ձևով։ Մեր պապերը նախնինում ոնց որ պահել են, այն նույն մակարդակով էլ մենք ենք զբաղվում գյուղատնտեսությամբ, ինչ արդյունքի պետք է հասնենք։ Դա է խնդիրը։ Հիմա կոնկրետ 3 տարի արդեն գյուղում
արհեստական սերմնավորման խնդիրը դրված է, բայց դեպի մեծ դժվարությամբ կարողանում է դա անել։ Օրենսդրական փոփոխություններ էլ պետք դրան։ Ինձ թվում է, թե մեր կառավարությունը օրենսդրական դաշտում կարողանա ինչ-որ փոփոխություններ կատարել։ Օրինակ, ես մտածում եմ, որ միանշանակ այսօր չի կարելի մտածել, թե պետք է թողես իր հայացողության, ինքը ոնց ուզում անեց անի, այլ պետք է օրենսդրորեն արհեստական սերմնավորում պետք է արվի։ Անասնապահական մթերքի իրացման հարց կա իհարկե, բայց այն մասնակիորեն կարողանում ենք լուծել։ Շարունակում է իր խոսքը համայնքի ղեկավարը։ Շատ մեծ ծրագրեր կան կապված մեր արոտների հետ, խորհրդային տարիներում Գորիսի 4-5 գյուղ մեր վարչական տարածքում ունեցել են, այս ներկայիս վարչական տարածքում ունեցել են տարածքներ։ Սովխոզները, կոլխոզները, իրենց անասունը արոտային շրջանում բերել են այստեղ, բոլորը ջրարփիացված էր, բոլոր տեղերը հոսանքները քաշված էր, նույնիսկ կային պանրագործարաններ, տեղում կաթեին մշակում, բաներ էին ստանում։ Այս 91-99 2000 թվականներին այդ ամբողջը վերացավ, ժողովուրդը լրիվ քանդեցին, թալանեցին, վերացավ համարյա, հիմա նորից ուզում ենք դրանք վերականգնենք, ճիշտն ասած հսկայական գումարներ են դրանք, որ կարողանանք ճիշտ ճանապարհ գտնենք այդ ուղուն, և այս պայդրությամբ մենք ունենք նաև ոսկու հանգստեղ, իրա հետ էլ ենք համագործակցում, ցանկանում ենք, որ իրանց ներդրումներով և մեր ներդրումներով կարողանանք այդ համակարգը գորնի ջրարփայացման ամբողջ համակարգը վերականգնենք, որ կարողանանք այդ գյուղերի անասուններին տեղավորել այստեղ արոտային շրջանում։ Ես միայն Գորհայք տարածքինը, որ հաշվել եմ, մոտավորապես տարեկան 46 միլիոն գումար, 46 միլիոն գումարը քիչ գումար չէ, որ մուտքագրվի Գորհայքի բյուջե։ Հիմա այդ նույն մի քիչ ծղուտի, Սառնակունքի արոտավայրերը, Սպանդարյանի արոտավայրերը կարող ենք օգտագործել նման նպատակների համար։ Միայն այդ ջրարփիացման խնդիրները, որ կարողանանք լուծել։ Գորայքում ներհամայնքային նշանակության հարցերից առաջնային մտահոգության էր խմելու ջրի հարցը։ Համայնքը ի վերջո ձերբազատվեց այդ խնդրից։ 2014-15 թվականներին կառուցվեց Կոյուղացանց, որի համար համայնքը ծախսեց 164 միլիոն դրամ ու անմիջապես էլ սկսվեց խմելու ջրի ներքին ցանցի նորացման աշխատանքները կառավարության միջոցներով։ Ջրի ակունքում կառուցվեցին ջրահավաք կայաններ։ Համայնքը հանդես է եկել միայն իր 5% ներդրմամբ։ Համայնքի հոգս խնդիրների մասին խոսելիս նշում է համայնքապետ Արուստամ Արուստամյանը։ Իդեպ Արուստամ Արուստամյանը 1991 թվականից համակարգում է ու համայնքի ղեկավարի 26 տարվա կենսագրություն ունի։ 15-16 թվականներին կարողացանք ամբողջ խմելու ջրի ներքին ցանցը գյուղում փոխել, արդեն մնացել էր այստեղ որակի մասին մտածենք խմելու ջրի, այս ինչպես տեսնում եք, այս տարածքը, որտեղ ցանկապատված է, այս մեր խմելու ջրի հիմնական սպասարկման ակունքն է, այն հին կապտաժն երևում է, տեսակ, այդտեղից մենք ջուր էինք ընդունում գյուղ, եթե ճիշտն ասեմ, ուղղակի խմում էինք, էլի։ Անցած տարվանից եւ կարճ ժամանակահատվածում շինարարները կարողացան շատ գեղեցիկ ձևով մաքրման աշխատանքները կատարել, 1, 2, 3, 4, 5, 6 ջրաղբյուրներ մաքրել, կառուցել ջրընդունիչներ, բետոնապատել, ճիշտն ասած ակունքները ցամաքում է, խմելու ջուրը քչանում արդեն, ձմեռվա ընթացքում մենք կօգտագործենք նաեւ հինը, մի ամիս ամսուկես, հետագայում մենք այդ էլ կմաքրենք, կօգտագործենք, կառուցել ենք 4.5 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, մինչև գյուղ, կառուցվել է 100 տոննա ջրատարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար, գյուղը ունի նաև ոռոգման ջուր, եթե կարողանանք ժամանակի ընթացքում այս ջրաղբյուրի ջրերն օգտագործելով բնակչության մտածելակերպը հասցնենք այն մակարդակին, որ ջուրը չպետք է բաց թողվի, անտերական գնա, կամ ջրաչափեր դնենք, կամ ինչ-որ ձևով, եթե հասցնենք իրանց
մակարդակի, որ իրանք իրոք պայքար են դրա դեմ, դրա խնդիրը չառաջանում, մենք նույնիսկ ավելի ցուրտ ջուր կունենանք, հսկայական տարածքներում խորհրդման ջուր չունենք, մեր ժողովուրդը իրանց տնամերձերը խմելու ջրով են ջրում։ Գյուղում անցկացվել է գիշերային լուսավորության ցանց։ Գորայքում կարևոր է նաև ճանապարհների բարեկարգման խնդիրը։ Արդեն ծրագրված է, ընթացիկ տարում դա արվելու է։ Ամբողջ ճանապարհները մոտ 4.5 կիլոմետր համայնքի վարչական տարածքի հանքավայրում գործող Լիդիան Արմենիա կազմակերպությունը հանձնառել է դա անել իր միջոցներով։ Համայնքը մասնակցելու է 10% ներդրման։ Իդեպ այս կազմակերպության կողմից ներկայումս Գորայքում իրականացվում է մշակույթի տան վերանորոգում։ Վերանորոգվել է գրադարանի շենքը։ Կառուցել են 10 ջերմոցներ եւ անհատույց տրամադրել են բնակիչներին։ Գորայք համայնքը արդեն 4 բնակավայր է միավորում եւ բնականաբար համայնքապետարանի աշխատանքները ընդգրկուն են դարձել։ Մենք արդեն ունենք խնդիրների պատկերը, հարցերը ընդգրկված են համայնքի զարգացման ծրագրում, լուսավորության հարց, ջրագծեր, դպրոցների նորոգում եւ այլն, ասում է Արուստամ Արուստամյանը։ Տվյալ բնակավայրերում Ծղուկում, Սառնակունքում, Սպանդարյանում խմելու ջրի մեծ խնդիրներ կա, ջուր որպես այդպեսին կա, բայց համակարգը լրիվ շարքից դուրս եկած գոյուղու մեծ խնդիր կա Ծղուկում, Սառնակում Սպանդարյանը ընդհանրապես գոյուղու համակարգ չունեն։ Համայնքի հետագա զարգացման ուղղությամբ մշակվում է բիզնես ծրագիր, որը կամենում ենք ներկայացնել կառավարություն, նշում է համայնքապետը։ Գյուղն ունի հրաշալի գողտրիկ տարածքներ ու այն պետք է ծառայեցնել որևէ հանրօգուտ նպատակի, հավելում է նա։ Մեր նախնական հաշվարկներով մոտավորապես այդ ծրագիրը կարժենա $5 միլիոն։ Իսկ այդքան գումար գտնելը այսօրվա պայմաններում այնքան էլ հեշտ չի։ Այս իր մեջ ընդգրկելու է տուրիզմ, իր մեջ ընդգրկելու է արդյունաբերություն, իր մեջ ընդգրկելու է սպորտ։ Տուրիզմն էլ սկսելու է այստեղից, կապվելու է Տաթև, Արցախ, հետդարձի ճանապարհով ջերմուկ, ընդեղից էլ դեպի Երևան։ Մոտավորապես 280-290 աշխատատեղ կբացվի, եթե մենք կարողանանք այդ ծրագիրը իրագործել։ Գորայք յուղում չկա մանկապարտեզ, սակայն դպրոցին կից արդեն 4-րդ տարին է գործում է նախակրթարան։ Սաները 12-ն են։ Վերջին դասի միջոցառմանը նախակրթարանի սաները շրջանավարտներին ու ներկաների առջև հանդես եկան իրենց փոքրիկ բեմականացմամբ ավելի ջերմացնելով օրվա այդ պահը։ Գյուղի դպրոցի շենքը կառուցվել է 1981 թվականին։ Վերջին վերանորոգումը կատարվել է 2013-ին, դպրոցում սովորում է 68 աշակերտ։ Խորհրդային տարիներին մինչև 128 աշակերտ էր սովորում։ Ահ այս գրերը, ժայռին, խաչքարին, մագաղատներին, ավերսյունն իվար, սրբորեն խաչված անքեն գրերը, ես ծնված օրից նրանց ծնրադիր իմ լուր աղոթքը դեռ չեմ ավարտել։ Երկրորդ տարին է Գորայքում գործում է Զանգեր Պարի խումբը։ Խումբը զգալի հաջողություններ ունի։ Հանրապետական Նազանք մրցույթ փառատոնում սաները վերջերս գրավեցին առաջին եւ երկրորդ տեղերը տարբեր անվանակարգերում։ Այսպիսին է Սյունիքի մարզի Գորայք համայնքը իր անցյալի պատմությամբ, իր առօրյա կյանքով, հարց ու խնդիրներով։